Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները, դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի պատգամավորների եւ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ ցուցարարները հրաժարվում են հեռանալ խորհրդարանի շենքի դիմացից, որտեղ տեղադրել են վրաններ ու անցկացրել են նախորդ գիշերը։ Մի քանի ժամից տեղի կունենա ընտրություններից հետո նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը։ 4 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք անցել են նոր գումարման խորհրդարան, բոյկոտում են դրա աշխատանքը, քանի որ ընտրությունները համարում են կեղծված։ Իշխող Վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչները պահպանել են մանդատների մեծամասնությունը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 3 հայտարարություն է տարածել, նշելով, որ այսօրվա խորհրդարանի նիստը հակասահմանադրական է, զանգվածային ընտրակեղծիքները խաթարեցին նրա լեգիտիմությունը։ Ես հրաժարվեցի առաջին նստաշրջան գումարել, իսկ սահմանադրությունը ոչ մեկին որպես փոխարինող չի ճանաչում։ Սահմանադրական դատարանի դիմումը ընթացքի մեջ է, հայտարարել է Վրաստանի նախագահը։ Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, ինքնաթիռում 4 մարդ է եղել, 2 օդաչու եւ 2 ուղևոր, հայտնի է, որ 1 օդաչու ողջ է մնացել։ Նրան դուրս են բերել օդաչուների խցիկից եւ հանձնել բժիշկներին։ Նախնական տվյալներով ինքնաթիռը պատկանում է DHL-ին, միջադեպի վայրին հարող ճանապարհի մի հատվածը արգելափակված է։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից եւ կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնի չէ, թե ինչ բեռ է գտնվում օդանավում։ Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռում Անտալիայի օդանավակայանում վայրեջքի ժամանակ հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է մարել, ենթադրվում է, որ կրակը բռնկվել է շարժիչում։ Ռուս ավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն իր տելեգրամում հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան, ինքնաթիռի բոլոր 79 ուղևորները հաջողությամբ տարհանվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրները։ Հրատարակությունը նշում է, որ այս պահին ԱՄՆ զինված ուժերում տարբեր, այդ թվում բարձր պաշտոններում ծառայում է մոտ 15000 տրանսգենդեր, սակայն հանրապետական նախագահը մտադիր է բժշկական ստուգումների արդյունքներով նրանց զրկել ուսադիրներից որպես ծառայության համար ոչ պիտանի։